Հաղորդման հովանավորն է «Տուն դեպո» կահույքի խանութ սրահը։ Հաղորդման հովանավորն է Dream Park հյուրանոցառեստորանային համալիրը։ Հաղորդման հովանավորն է Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Բարև երկիր, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր Կիրակ է, իսկ դա նշանակում է, որ մեր հանդիպումը հերթական անգամ կայացավ։ Շնորհակալություն, որ միացրել եք հենց Երկիր մեդիա հեռուստաալիքը կամ գadgetներով եք մեզ հետևում։ Մենք խոստանում ենք, որ ձեր օրը անպայման լավ է սկսվելու։ Այո, բարի լույս Դիանա, բարի լույս սիրելի հեռուստադիտող, ինչպես Յանը խոստացավ, ձեր օրը վստահ ենք լավ է սկսվելու, չնայած եղանակը մի փոքր փոփոխական է դեռ, արևին դեռ սպասում ենք, բայց այդուամենայնիվ մեր ներսում կարևորը արև լինի եւ սկսելով հովանավորներին հիշենք թերևս։ Այո, մեր գործընկերներն են Տուն դեպո խանութ սրահը, Լորվա բնության գրկում գտնվող Dream Park հանգստյան գոտին եւ իհարկե Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Միանգամից հիշեցնեմ նաեւ այն հասցեները, որտեղով կարող եք հետևել մեզ, եթե ենթադրենք չունեք Երկիր մեդիա հեռուստաալիքը ձեր հեռուստացույցի ալիքների մեջ։ Դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան եւ Telegram-յան ալիքները, ինչպես նաեւ Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան ու Instagram-յան էջերը։ Սպասում ենք ձեր հետաքրքիր նամակներին եւ առաջարկներին, մենք բոլորը կարդում ենք եւ հետեւողական եւ արդեն անցնենք մեր առանձնացված տեղեկատվությանը։ Այսօր նշվում է տիեզերագնացության եւ ավիացիայի միջազգային օրը։ Ամբողջ աշխարհում այն տոնվում է որպես գիտության հաղթանակի եւ գիտական առաջընթացի օր։ 1961 թվականի հենց այս օրը, ապրիլի 12-ին է ավագ լեյտենանտ, հետո արդեն հերոսի կոչում ստացած Յուրի Գագարինը Վոստոկ տիեզերանավով առաջին անգամ դուրս եկել երկրի ուղեծիր եւ մեկ պտույտ կատարել երկրագնդի շուրջ։ 108 րոպե տևած թռիչքը բեկումնային է դարձել տիեզերքի յուրացման գործում եւ սկիզբ դրել մարդու կողմից կառավարվող տիեզերական թռիչքներին։ Ժամանակակից գնահատականների համաձայն թռիչքի հաջող արդյունքի հավանականությունը նախապես կազմել է ոչ ավելի քան 46%։ Ռիսկայնությունը շատ բարձր էր, բայց բարեբախտաբար ամեն ինչ լավ է անցել։ Այսօրը որպես տիեզերագնացության օր սահմանելու նախաձեռնությամբ հանդես է եկել օդաչու տիեզերագնաց Գերման Տիտովը, առաջարկելով ԽՍՀՄ կառավարության անունից դիմել ՄԱԿ։ Այդպիսով 1968 թվականի ավիացիայի միջազգային ֆեդերացիայի 61-րդ գլխավոր համաժողովում որոշում է ընդունվել ապրիլի 12-ը նշել որպես տիեզերագնացության համաշխարհային օր։ Իսկ հայ ժողովրդի համար տիեզերագնացության օրը կապվում է տիեզերական կենսաբանության հիմնադիր Նորայր Սիսակյանի, առաջին տիեզերական աստղադիտարանների հեղինակ Գրիգոր Գուրզադյանի, տիեզերանավերը եզակի էլեկտրասարքավորումներով հագեցրած Անդրանիկ Յոսիֆյանի, ամերիկահայ տիեզերագնաց Ջեյմս Բաղյանի եւ իհարկե 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկի աստրոֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հետ։ Վերջին շաբաթը ինչ խոսք շատ տիեզերական էր, բոլորը հատկապես այս վերջին 10 օրերին, այո, սրտատրոփ սպասում եւ հետևում էին Արտեմիս 2 մարդատար լուսնային առաքելության պատմական թռիչքին։ Ապրիլի 1-ին Օրիոն տիեզերանավը 4 տիեզերագնացներով արձակվեց Ֆլորիդայում գտնվող Քենեդու տիեզերական կենտրոնից։ Անձնակազմում ընդգրկված էին Քրիստինա Կոխը, Ռիդ Վայզմանը, Ջերեմի Հանսենը եւ Վիկտոր Գլովերը դարձել է առաջին աֆրոամերիկացին, իսկ Կոխը առաջին կինը, որ մասնակցում է մարդատար լուսնային առաքելությանը։ Մենք նաև հասցրեցինք նկատել Facebook-ում եւ տարբեր հարթակներում տարածվող հետաքրքիր լուսանկարներ։ Լուսնի շուրջ այս պտույտը պատմական էր եւ շոկային ստացված հենց կադրերի առումով։ Արտեմիս 2-ի տիեզերագնացները գերազանցել են երկրից հեռավորության ռեկորդը, որը գրանցվել էր դեռևս 1970 թվականին Ապոլոն 13 առաքելության կողմից եւ կազմում էր 400,171 կիլոմետր։ Արտեմիսցիները հեռացել են երկրից 406,771 կիլոմետր։ Անձնակազմը, որը լուսնի շուրջ թռիչք է իրականացրել, լուսնային խառնարաններից մեկը անվանակոչել է առաքելության հրամանատար Ռիդ Վայզմանի կնոջ Քերոլ Վայսմանի պատվին, որը մահացել է տարիներ առաջ քաղցկեղից։ Տիեզերագնացները մեզ նման շարքային երկրաբնակ մարդկանց զարմացրին լուսնի հակառակ կողմի եւ արևի ամբողջական խավարման կադրերով։ Դե իհարկե նաև այնպիսի էմոցիաներով, որ մենք զգալ բնականաբար չենք կարող ցավոք։
Դու կուզենայիր Այո։ դիտել այդ տիեզերանավը։ Իրականում կուզենայի եւ մտածում էի այս ընթացքում, երբ որ տեքստը լսում եւ կարդում էինք, իսկ դու կուզենայիր մասնակից լինել այդ ամենում։ Գիտեմ, Ռիսկ կանեիր։ Չեմ կարող հիմա ասել, բայց ամենայն հավանականությամբ ոչ։ Չէ, ես կուզենայի, եթե հնարավորություն ունենայի, նաև նշենք, որ Արտեմիս 2-ը Միացյալ Նահանգների նոր լուսնային ծրագրի արդեն երկրորդ փուլն է։ Առաջին փուլն իրականացվել է 2022 թվականին անօդաչու ռեժիմով։ Շարունակենք եւ դեռ մնանք տիեզերական աշխարհում, սիրելի հեռուստադիտողներ, Ռուսաստանն էլ տիեզերքի հետ կապված հավակնոտ ծրագրեր ունի։ Նոր կյանքի որոնումը այս երկրում ներառված է տիեզերական ծրագրի առաջնահերթություններում։ Ռուսաստանի տիեզերագնացության ակադեմիայի ակադեմիկոսներից մեկը հայտարարել է, որ խոսքը մասնավորապես Վեներա մոլորակի ուսումնասիրության մասին է։ Քանի որ նախ խորհրդային գիտնականներն այս մոլորակը ժամանակին անվանում էին ռուսական, եւ հետո այնտեղ մթնոլորտային պայմանները համեմատաբար մեղմ են եւ տեսականորեն մարեաբանական կյանք կարող է գոյություն ունենալ։ Ակադեմիկոսի խոսքով Ռուսաստանը կուտակել է եզակի փորձ եւ այժմ պատրաստվում է Վեներայի ուսումնասիրության մի ամբողջ ծրագիր, որի իրականացումը նախատեսվում է 2030-ական թվականներին։ Ծրագիրը ներառում է ավտոմատ կայանից ստեղծում, տվյալները հավաքագրող ռոբոտների տեղադրում, ինչպես նաեւ մթնոլորտի հետազոտության համար աերոստատային զոնդերի արձակում։ Սա եւս հետաքրքիր նորություն է, քանի որ հիմա Վեներայի վրա դեռ կենտրոնացած չեն, դեռ տարածքներ չեն վաճառվում այնտեղ, շուտով դա էլ կդառնա բիզնես հետաքրքիր։ Ով գիտի։ Եվ շարունակենք վերջերս համացանցում ողողված կադրերի մասին խոսենք Հունաստանի եւ Ավստրալիայի երկնքի մուգ կարմիր նարնջագույն գույների մասին։ Օրեր առաջ Հունաստանի եւ Ավստրալիայի երկինքն էր գունավորվել, ինչպես արդեն ասացինք, վառ նարնջագույն կարմիր երանգներով եւ հիշեցնում էր աշխարհի վերջի մասին պատմող ֆիլմ։ Հունաստանի Կրետե կղզում նման երևույթի պատճառը հզոր փոթորիկն էր, որից ուժեղ քամիներ ու ջրհեղեղ էր առաջացել։ Իսկ կարմիր գույնը պայմանավորված էր մթնոլորտում ավազի բարձր խտությամբ։ Բնական երևույթն առաջացրել է մի շարք ավերվածություններ։ Ցավոք ավերվածություններ են այո եղել, բայց վերջերս նկատելի է, որ Երևանյան երկինքը շատ հետաքրքիր գունային փոփոխության է ենթարկվել, կարմրոտևը եւ փառկասով ոչ վատ, հետևանքներով։ Ես սիրում եմ այդ կարմրավուն գուցե իհարկե, բայց այդ գեղեցիկ մանրամուտները կարծես ավելի վարդագույն են դարձրել երկինքը։ Մի խոսքով շարունակելով ասենք, որ ավելի վաղ էլ Ավստրալիայի երկինքներ կարմիր երանգ ստացել։ Քարնարվոն քաղաքն էր պատվել փոշոտ փոթորկով, որը պայմանավորված է եղել արևադարձային ցիկլոնով։ Թող բնական երևույթները միայն գեղեցիկ լինեն, ավերվածություններ չառաջացնեն, լինի գեղեցիկ անձրև, հետո գեղեցիկ ծիածան եւ այսպես շարունակենք մեր եթերը հասնելով գեղեցիկ երաժշտության ու տեսահոլովակի այս պահին խնդրեմ։ Պատուհանից նայիր վեր, տես ոնց են ծամփաթիլերը պարում, մեզ տանելով հին օրեր, ոնց որ մեր հին նկարում, թող ես քո ձեռքը բռնած, հաշվեմ աշնան տերևները դեղի, որ բարելով ընկանցած, մեր փողոցի մայթերին, անձրևի հետ կմնացիմ այտերին, ախ երանիվ ասելով ես էլի քո գիրկը գամ, որ համբուր ես առաջվա պես ծով արցունքները իման, ախ երանի մի անգամ ես քո գրկին է շպտա, ու համբուր եմ առաջվա պես քո նուրբ ձեռքերը իման, սիրտս ամպի պես լավի, ծիծաղում եմ ծիածանի պես, երբ որ հիշում եմ էլի, ոնց էի ես գրկում քեզ, ոնց էին իմ նվիրած, թարմ ծաղիկները գարնանը բուրում, ոնց էր սոխակը անհատ, յասամանի համբուրում, դու
Բարի լույս սիրելի հեռուստադիտող, բարև երկիրը շարունակվում է ապրիլի 16-ին նշվում է հայ կինոյի օրը եւ գաղտնիք չէ, որ հայկական ֆիլմերում առանձնահատուկ դերակատարում ունի երաժշտությունը, բոլորիս քաշ ծանոթ ու սիրելի։ Հենց այդ երգերն ու երաժշտություններն են ապրիլի 17-ին հնչելու Արամ Խաչատրյան համերգասրահում ազգային նվագարանների կատարմամբ բացառիկ համերգ է լինելու նվիրված հայկական կինոյի 103-ամյակին։ Եվ այս թեմայի շուրջ զրուցելու ենք ժողովրդական երաժշտության եւ բարեազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի երաժիշտ քամանչահար Մերի Գալստյանի եւ ժողովրդական երաժշտության եւ բարեազգային կենտրոնի մեներքիչ Աբել Աբելյանի հետ։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի գալուստ մեր տաղավար։ Շնորհակալություն ընկալելու համար։ Շատ լուսավոր եք, շատ դառն եք։ Դուք մեզ շատ ջերմ տաղավար եք։ Շատ երաժշտական զրույց ենք ունենալու կարծում եմ։ Հայ կինոյի օրը, հայկական կինոն, մեր ամենաթանկարժեք ժառանգությունը, բոլորիս սիրելի եւ առավելապես այնտեղ հնչող երաժշտությունը, երբ զգում ենք մեր ամբողջ բջիջներով։ Եվ սովոր ենք հետաքրքիր է, երբ հայկական կինո երաժշտությունը սովորաբար սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ է հնչում, դե ֆիլմերը չհաշված, հիմա ազգային նվագարանների կատարմամբ։ Ինչպես եկաք այս որոշմանը։ Նախորդ տարիներին մեր հանդիսատեսը կհիշի, մենք ունենք փորձ, ունեցել ենք կինո ֆիլմերի սաունդթրեքերի, այսինքն այնտեղ համաշխարհային ամենասիրված ֆիլմերի երաժշտությունները եւ մեր հայկական ֆիլմերի երաժշտությունները նվիրված համերգ։ Բայց այս տարի, քանի որ լրանում է 103-ամյակը, ինչպես նշեցիք, որոշեցինք, որ պետք է կենտրոնանալ հենց մեր հայկական ֆիլմերի վրա ու դա ավելի յուրահատուկ կլինի, եթե հնչի հենց ազգային նվագարաններով։ Ասեք ինչպիսի ծաղկաքաղ եք արել, քանի որ մեր կինո երաժշտությունը շատ լավն է, ինչպիսի ծաղկաքաղ եք արել, շեշտադրումը ինչի վրա եք դրել, ավելի հարմարեցված տարբերակներն եք կտրել, թե փոխել եք, որ այնքան հարմար չէ, ձեր տարբերակով եք ներկայացրել։ Ճիշտ ասած, ծաղկաքաղը մի քիչ դժվար էր, քանի որ շատ սիրելի են բոլոր ֆիլմերը եւ նրանց երաժշտությունները։ Ունենք եւ ժամանակակից մեր ֆիլմերից Հայկոյի ստեղծագործություններից Կյանք ու կռիվ, Հարսանիք թիկունքում եւ նաեւ մեր ամենահին երկրորդ, կարելի ասել առաջին հնչյունային ֆիլմից Պեպոյից երաժշտությունը նոր մշակումներ ունենք, ճիշտ է դժվար է, ճիշտ է շատ դեպքերում կարող է մի քիչ այնպես չհնչել կամ մի քիչ տարօրինակ հնչել այդ ռիթմիկ պատկերներ ազգային նվագարաններով, բայց մենք ամեն ինչ անում ենք, փորձում ենք, որպեսզի արդարացնենք բոլորի սպասելիքները։ Դուք եք արել, թե կային մշակումներ հենց ազգային նվագարանների համար։ Չկար, կամ ձայնագրություններ են հին, կամ մեր սիմֆոնիկ նվագախմբի մշակումները եւ նոր գործիքավորումները կատարում են մեր տաղանդավոր թառահար Արտեմ Խաչատուրը, մեր մայեստրո Նոյեր Դավթյանի հետ համագործակցության ընթացքում ընտրությունը կատարվել է միասին, հիմա մենք արդեն ունենք 6 պրեմիերա, այդ օրը լինելու է 6 պրեմիերա, դրանից առաջ նվագել ենք Կյանք ու կռիվ, Հարսանիք թիկունքում, Կոտորմը երկինք, Սպանված աղավնի, իսկ այս համերգին արդեն թարմացված, կարելի ասել իմ ամենասիրելի ֆիլմերից մեկի երգն էլ ունենք, մեր Բակը ֆիլմի ամեն բացվող առավոտ երգը։ Շատ լավ, իսկ որպես մենակատար Աբել, ասեք ձեր սիրելի նախ, եթե ունեք առանձնացված տարբերակ, ո՞րն է ձեր սիրելի երգը, եթե ոչ այս դեպքում որքանով է հեշտ կատարել արդեն ծանոթ երգերը ձեր ոճով, ձեր մոտեցմամբ։ Ճիշտ ասած, իմ համար բոլորն էլ սիրելի են, կառանձնացնեմ երևի սիրո երգը, որ իրոք տղամարդիկ ֆիլմից։ Ես անձամբ կատարում եմ Պեպոյի միջև հենց Պեպոյի երգը, նաև Միմինոյի Չիտո Գվրիտոն, շատ Անժելա Բարփուդարյանի հետ դուետով, շատ հետաքրքիր է հնչում, ժողովրդական ազգային նվագարանների հետ մեկտեղ։ Բոլորն են հետաքրքիր հնչում, որպես ունկնդրի աչքով, եթե ես նայում եմ, լսում եմ, բավականին հետաքրքիր հնչողությամբ են մատուցվում։ Ու շատ ողջունելի է այս ծրագիրերը, որովհետև մեծահասակները, եթե մոռացվել է հիշում են, իսկ երիտասարդները նորովի ծանոթանում են։ Ու երբ որ դու բեմում երգում ես ու դահլիճում նկատում ես, որ երիտասարդ ոլորտի մարդիկ շատ են, այդ մեծ ոգևորությամբ, մեծ ուրախությամբ ես կատարում արդեն այդ գործերը։
Հետաքրքիր է, քանի որ իհարկե ոչ այս ձևաչափով, բայց արդեն եղել է նմանատիպ համերգ, ինչպես արդեն նշեցիք, հանդիսատեսի շարքերում որ տարիքի, հա, մարդիկ են ավելի շատ գալիս, երիտասարդներ եք նկատում, մեծեր ովքեր գալիս են կարոտն առնելու իրենց արդեն ծանոթ սիրելի երգերի։ Կարող եմ ասել բազմազան է, սահմանափակում չունենք տարիքային, եւ երիտասարդներ ունենք, եւ հավատարիմ նաեւ հանդիսատես եւ տարիքով մեր տատիկ պապիկները այս կինոֆիլմերի պրոյեկտ ասեմ, ծրագիր ասեմ, շատ սիրված է եղել, այնպես է եղել, որ նույնիսկ ունեցել ենք համերգ հենց հանդիսատեսի խնդրակով, այսինքն հարցումները այնքան շատ են եղել, որ մենք անդադ այդ համերգը ունեցել ենք։ Ինձ թվում է այս համերգը նույնպես կսիրվի եւ մենք կշարունակենք այն կատարել։ Իսկ այս համերգները միայն հայաստանյան հանդիսատեսը կվայելի, թե ծրագրեր կան դրսում Դեռ չգիտեմ, փակագծերն էլ բացել չեմ կարող, բայց արժևում ունենք բազմաթիվ անակնկալներ, ոչ միայն այս համերգի մասով, այլ մեկ այլ ծրագրեր, մեր հանդիսատեսը եթե ուզում է բաց չթողնել այդպիսի անակնկալներ, յուրահատուկ համերգներ ազգային նվագարների հնչյուններով, կարող է հետևել մեր պաշտոնական կայքեջերին։ Հատկապես Սփյուռքում հայերը կարոտած կլինեն ազգային նվագարաններին եւ իսկական ձևաչափին, այսինքն շատերն են ներկայացնում, որ հայկական երգարվեստ են ներկայացնում կամ երաժշտություն, բայց շատ փոփոխված, շատ այլ ձևով, այնպես որ ողջունելի կլինի, այո։ Մենք էլ ենք սպասում։ Սիրով սպասում ենք։ Մերի ասացիք 6 նոր պրեմիերա կա։ Կարող եք ասել, նաև անոնց կլինի։ Ինչի ոչ։ Ոնց գտնեն Մեկը Տիտո Գրիտոն, Պեպոն, որ նոր է մեր ցանկում, Ճերմակ անուշներ, ամենբացվող առավոտ, Սիրո երգը տղամարդիկ ֆիլմից, Երազին երկիր հայրենի։ Այսքան։ Իսկ ասեք, հատկապես ազգային նվագարաններով արդեն ծանոթ երգերը, երբ որ մի քիչ փոխակերպված ներկայացնում եք, ինչու՞մն է դժվարությունը, կա դժվարություն, որը բոլոր երգերի դեպքում կա։ Դժվարությունը այդքան չկա, դե քանի որ բոլորը պարտիաներ են նվագում, սկզբի հատվածում է մի քիչ այնպես չի հնչում, բայց մենք ավելցև փորձում ենք, կարող եմ հավելել, մենք որ անդադ փորձում ենք շատ լարված, դե ուզում ենք որ լավ ստացվի, երգիչները որ մտնում են ներս, իրենց ռեակցիայից, իրենց միմիկայից մենք հասկանում ենք, որ արդեն ստացել են։ Իրենք արդեն որ մտնում են ժպիտով, դե կողքից որ լսում են, արդեն մենք հասկանում ենք, որ հասել ենք վերջացել։ Էլ ովքեր կան բացի Անժելայից, Ցեզնից, մեներքիչներ։ Նից կան մեր շատ սիրելի Վարդանը Բադալյան, Անդավոր Դավիթ Խաչատրյան, Վահե Մարգարյան։ Կազմը ներկայությամբ Շատ տաղանդավոր, անուշ ձայներով, իրենք էլ մեզ ոգևորում են, Մեր Արորյանն էլ անցնում փորձերը։ Կուզեի մի փոքր փորձերից պատմեք, սովորաբար երբ ասում են ազգային նվագարանները, պատկերացնում են արդեն տարիքով մարդիկ, միշտ լուրջ, երիտասարդներն էլ են ստել մի փոքր։ Այո, երիտասարդացել է կարծես կազմը եւ մի փոքր ձեր փորձերից հետաքրքիր է անցնում, ինչ հետաքրքիր։ Փորձերը շատ ուրախ են անցնում, ջերմ, կարող է մի քիչ բարդ կախված է նույնիսկ եղանակից, բայց դա մեզ չի խանգարում, նույնիսկ ընդմիջումների ժամանակ մենք ֆիլմերից ինչ-որ հատվածներ, արտահայտություններ ենք հիշում, օրինակ կարող ենք ինչ-որ հավաքված լինենք, մոտենանք ու Ֆրունզիկ ու Գրճանի ժողով է, այստեղ ժողով է, կամ ինչ-որ այդպիսի թեթև է անցնում։ Կամ ամբողջ օրվա ընթացքում կարող է սկսենք երգել, անընդհատ մեր մեջ մնա ֆիլմերից ինչ-որ հատվածներ։ Այո, միջանցքներում երգելով գրում որտեղ կա որ Վարդան Բադալյանը հումորով Արդեն հումորը եւ ուրախությունը կա, եւ փորձերը շատ հումորով։ Վարդանի հումորին ծանոթ են թե ոլորտում, թե արդեն ոլորտից դուրս բոլորը, իսկ ասեք նման կոլեկտիվներում վեճեր լինում են եւ ինչի շուրջ կարող է լինել։ Օրինակ ես այս երգը այսպես եմ պատկերում, չէ, լավ չի ստացվում կամ ինչի շուրջ կարող է լինել։ Ճիշտ ասած վեճեր չենք ունեցել։ Հիանալի մեծ ընտանիքի պես ենք։ Եթե ինչ-որ հարց է լինում կամ ինչ-որ մտքեր, ինչ-որ առաջարկություններ, միանգամից ստոպ ենք տալիս, դիմում ենք մայեստրոյին, մայեստրոն դնում է քվեարկության ու այդպես ընտրում ենք։ Նեք թեկուզ երգիչներին, եթե հարմար չի լինում, արագ կողմնորոշվում։ Այո, միանգամից
ամենառողջ Իսկ կենտրոնը հաճախ է համալրվում նոր կադրերով, որովհետև ասացիք պատկերացնում էինք թե ավելի տարիքով, բայց ես երաժշտական դպրոցի հետ կապ ունենալով հաճախ տեսնում եմ թե ազգային նվագարաններ յուրացնող երեխաները որքան շատ են, գուցե զարմանալի թվա, բայց իսկապես հիմա բավականին շարունակում Դե այս շարունակությունը հիմա ձեզանից եմ ուզում իմանալ, նաև կենտրոնում որքան հաճախ է այդ հերթափոխը, հա, այսպես կոչված լինում։ Այդքան հաճախ չէ, բայց ունենք ինչ-որ ժամանակահատված, որ կատարվում են ատեստավորումներ կամ կադրային փոփոխություններ։ Հիմնականում մենք էլ ենք նկատում, որ հենց մեր կենտրոնի առաքելությունը այն է, որպեսզի ուղղորդենք, կրթենք կամ առաջարկենք մեր նոր սերնդին, որ կարելի է, ինչու՞ չէ, այդ ժողովրդական գործիքով էլ աշխատել ու ավելի լավ աշխատել, ավելի ուրախ կլինի, որովհետև դու ամբողջ ընթացքում լինում ես բեմում, այդտեղ այնպիսի էներգիա ես դուրս տանում, որ դա անբացատրելի է։ Իսկ որ գործիքն են ավելի նախընտրում ձեզ։ Ինձ առաջի տեղում դհոլն է, ես էլ քանի որ ուսուցչու եմ եղել, առաջի տեղում դհոլն է, հետո դուդուկը, հետո կանոնը, չգիտեմ, երևի փոխված կլինի, այլ մեծ շարժ է նկատվում քամանչայի։ Հենց այս ծրագրերի շնորհիվ է հիմա որ երիտասարդները, այսինքն երեխաները հետաքրքրություն ունեն ազգային նվագարանների նկատմամբ եւ բավականին շատ են։ Իսկ ասեք ապրիլի 17-ի համերգին քանի գործ է հնչելու ընդհանուր առմամբ Քանակը մոտ 19-20, 19-20 Բնականաբար համը դժվար դե ծախներով, այո, ընթացքում ֆիլմը կտեսնենք, կվերհիշեն, ճիշտ է, մեզ դժվար կլինի դիտելը, մենք կապավենք երաժշտությունը, շատ շքեղ է անցնելու։ Դե ինչ, եթե ավելացնելու ոչինչ այլևս չուներ։ Սիրով ձեզ կսպասենք եւ մեր հանդիսատեսին չմոռանաք, չուշանաք, հասցրեք ձեռք բերել ձեր տոմսերը։ Շատ լավ, շնորհակալություն հրավերի համար, դե ինչ, սիրելի հեռուստադիտող, հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ազգային նվագարանների կատարմամբ կհնչի հայկական կինոարվեստի երգերը, քանի որ այս տարի նվիրված է հայկական կինոյի 103-ամյակին։ Այո, իսկ մենք շարունակում ենք մեր եթերը մի փոխեք հեռուստաալիք։ Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, եթե հենց նոր եք արթնացել, այս պահին վայելելու ենք Մատյան էջը, որտեղ պատմելու ենք Միքայել Նալբանդյանի մասին։ Այսօր ազատության երգչի, գրող, հրապարակախոս Միքայել Նալբանդյանի հիշատակի օրն է։ Ազատության ու հայրենասիրության մասին իր ժամանակ անդադար բարձրաձայնող բանաստեղծը մահացել է 1866 թվականին, ընդամենը 37 տարեկան հասակում։ Դիտենք մեր շատ սիրելի էջը և շարունակենք եթերը։ Հայ գրող, հրապարակախոս, լուսավորիչ, փիլիսոփա, գրաքննադատ Միքայել Նալբանդյանը ծնվել է 1829 թվականի նոյեմբերին, որոշ աղբյուրներով 2-ին, որոշներով 14-ին։ Ծնվել է Նոր Նախիջևանում, արհեստավորի ընտանիքում։ Սովորել է Հայրենի քաղաքում, Գաբրիել Պատկանյանի դպրոցում։ Խուսափելով հոգևորականների հալածանքներից և իշխանությունների հետապնդումից 1853 թվականին նա մեկնել է Պետերբուրգ, որտեղ էլ հանձնել է համալսարանական քննություններ հայոց լեզվի ուսուցիչ լինելու իրավունք ստանալու համար։ Նալբանդյանը հայոց լեզու է դասավանդել Մոսկվայի Լազարյան ճեմարանում, միաժամանակ սովորելով Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում, որպես ազատ ունկնդիր։ Հետագայում նաև նա գնացել է այլ երկրներ։ Լոնդոնում եղած ժամանակ կապեր է հաստատել Գերցենի, Օգարյովի, Սեռնո Սոլովյևիչի հետ։ Տարբեր աղբյուրների պնդմամբ նա երբեք էլ կանոնավոր դպրոց չի հաճախել։ Սեփական կրթությունն իր անձնական ջանքերի եւ աշխատասիրության պտուղն է եղել։ Նախիջևանում Խալիպյան աղայի դեմ պայքարում պաշտպանել է ժողովրդի իրավունքը։ Հեռանալով Մոսկվա նշանակվել է հայոց լեզվի ուսուցիչ։ Մոսկվայում շատ լավ հարաբերություններ է հաստատել Ստեփանոս Նազարյանցի հետ, որի 1858 թվականին հրատարակված Հյուսիսափայլի ամենամեծ աջակիցն է դարձել։ 1859 թվականին առողջական խնդիրների պատճառով մեկնել է Եվրոպայի կարևոր կենտրոնները։ Նալբանդյանը 1860 թվականին մեկնել է Հնդկաստան, հնդկահայ վաճառական Մասե Բաբաջանի Նոր Նախիջևանի համայնքին կտակած ժառանգությունը ստանալու նպատակով։ 1862-ին Նալբանդյանը վերադարձել է ուղևորությունից, մասնակցել Զիմլյա ի Վոլը կազմակերպության ընդհատակյա գործունեությանը։
Ձերբակալվել է Լոնդոնում ռուս հեղափոխականների հետ համագործակցելու մեղադրանքով եւ բանտարկվել Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցում։ 1865 թվականին թոքախտով հիվանդ Միքայել Նալբանդյանը աքսորվում է Սարատովի նահանգի Կամիշին քաղաք, որտեղ էլ մահանում է։ Նալբանդյանի գործն ամփոփվում է մի շարք բանաստեղծություններով, հրատարակված Հյուսիսափայլում, Կոմս Էմանուել եւ այլ ծածկանուններով, գրաբար քերթվածներով, հոդվածներով, ինչպես նաև 1862-ին լույս տեսած երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ, շերամաբուծություն երկերով եւ Մինին խոսք մյուսին հարս, մեռելահարցուկ վիպակներով։ Միքայել Նալբանդյանը թարգմանել է թափառական հրեան աշխատանքը, կատարել է աշխարհաբար մի փոխադրություն, Ղազար Փարպեցու Նամակ առ Վահան Մամիկոնյանի աշխատանքը։ Նալբանդյանի անունը գլխավորապես հարաբերվում է շուրջ տասնյակ հեղափոխական երգերին, որոնցում ցույց է տրված ազատության վեհ գաղափարը եւ դրա նկատմամբ ունեցած սերը։ Արմինե Բրսոյան, Բարև երկիր։ Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը եւ ինչպես հաճախ ասում ենք ոչ մի եթեր առանց թատրոն, այո, այսօր խոսելու ենք հետաքրքիր մարդկանց հետ, մի ոչ պակաս կարծում եմ հետաքրքիր ներկայացման մասին, որտեղ շատ հետաքրքիր խոսքեր կան եւ ես այսպես ֆիքսել եմ, ասվում է ես քաղաքական գործիչ չեմ, ես խոսում եմ որպես բժիշկ, ամեն բժշկի պարտքն է թույլ չտալ պատերազմը, այս խոսքերը Կարել Չապեկի Սպիտակ աղտ պիեսից են, որոնք շունչ ու մարմին են առել արդեն բեմադրության տեսքով համանուն բեմադրության։ Այո, եւ այսօր մենք ունենք հյուրեր, որոնց հետ հենց այս բեմադրությունից էլ խոսելու ենք։ Նրանք են ռեժիսոր դերասան Արման Սարիբեկյանը եւ դերասան Խաչիկ Դարփինյանը, բարի լույս։ Բարի գալուս մեր տաղավար։ Ինչպես եք։ Լավ, դուք ինչպես եք։ Լավ, շնորհակալություն։ Եթե չեմ սխալվում, ապրիլի 10-ին արդեն Երևանյան առաջնախաղը եղել է, առջևում ունեք մարզային արդեն այցելություններ։ Խնդրում եմ նախ պատմեք ինչպես անցավ պրեմիերան եւ հետո արդեն կանդրադառնանք հենց բուն պիեսին, ինձ շատ հետաքրքիր է հատկապես այստեղ բժիշկ, հիվանդություն, պատերազմ, իհարկե այստեղ համաճարակի մասին է, բայց իհարկե վստահ եմ կարելի է զուգահեռներ տանել բոլոր ոլորտներում բժշկի ներկայությամբ։ Շատ լավ անցավ իրականում, որովհետև այս ներկայացումը պրեմիերան եղել է Ֆրանսիայում, Թեատր դու Սոլեյ թատրոնի ֆեստիվալի ընթացքում, ու այնտեղի ժողովուրդը շատ լավ ընդունեց այս ներկայացումը։ Շատ Որ լեզվով հայերեն խաղացինք ու շատերն չէին հասկանում, սուբտիտրներ կային բնականաբար, չէին իրենց հետաքրքիր էր նաև հայերեն լեզուն թե ոնց է հնչում։ Ու ինձ թվում է Հայաստանի ժողովուրդին կհավանի ու ավելի շատ կհասկանա թե ինչ ենք ասում, որովհետև երբ որ այնտեղ կարդում ես ու նայում ես դերասան, այնտեղ հանգարում ես, որ նայում ես ու հասկանում ես, նաև խաղին ես հետևում, եկում ավելի հեշտ է ինձ թվում է հասկանալ ու հավանել խաղը։ Այստեղ որտեղ է կայացել Փոքր թատրոնում, Աբովյան փողոցի։ Իսկ ասեք, ինչու հենց այս գործը ռեժիսոր որպես պատասխանատու, ինչու ժամանակների մեջ տարակ այդ ընդհանուր գծերը, գուցե թեմաները փոխել եք, ինչու հենց այս գործին։ Թեման չեմ փոխել, ես ճիշտ ասած ես եմ ադապտացիա արել, վարկածը իմն է եւ թարգմանությունն էլ, այսպես ասեմ, կոլեկտիվ ենք արել, ես ֆրանսերենից եւ ռուսերենից դեպի հայերեն։ Այսպես ասեմ, այս թեման շատ արդիական է եւ զարմանալիորեն արդիական թեմա է, որովհետեւ իրողությունները գործողությունը կատարվում է համաշխարհային պատերազմի նախօրեին։ Կարել Չապեկը, որ ապրում էր իր ժամանակում, Չեխոսլովակիայում, ժամանակին զգում էր, որ այսինքն ոչ թե զգում էր, արդեն վտանգը կար, Գերմանիայի հարձակման վտանգը կար եւ դա ասենց պամֆլետ է հակապատերազմի, հակառազմական պատերազմի դեմ եւ փոքր երկրի տեսակետից։ Ճիշտ է, մեր գործողանձիկ մյուս կողմից են, բայց հեղինակի հայացքը փոքր ազգի այս վիճակում գտնվելու շրջապատված լինելու այս
Հոգեբանության եւ իրավիճակի եւ որը ինձ համար շատ արդիական է Հայաստանի համար, չէ, որտեղ բոլորս է գիտենք ինչ մարտահրավերներ ունի մեր ազգը, չէ, ինչ որ ճակատագրի հետ կապված։ Իսկ ադապտացնելուց ինձ հետաքրքրի ավելի շատ հայ իրականության եւ հայկական գիծը պահել ինչն է փոխել ադապտացման մասին եք խոսենք։ Հայերեն։ Բայց այստեղ մահացու վարակն է սպառնում, բայց Այս այստեղ դեպքում, հա։ գնաց հա պատերազմի մասին, այսինքն ադապտացվելուց է փոխվել, Ոչ։ թե նաև պատերազմին զուգահեռ գնում է Այս վարակ։ պիեսի մեջ է դա, պիեսի մեջ այս վարակը, որը գալիս է համավարակը, պանդեմիա, գալիս է Չինաստանից եւ ամբողջ երկրագունդն է դրա սպառնալիքի տակ եւ մահացու հիվանդություն է։ Սա մի մետաֆոր է, ավելի շատ համավարակը ոչ միայն այդ հիվանդությունն է, այդ վիրուսն է, որ մահացու է, այլ հենց պատերազմի վիրուսն է։ Իսկ ինչից հետո ձեր մոտ առաջացավ գաղափար հենց այս գործը բեմադրելու եւ հենց այս թեման բարձրացնելու։ Սենց ասեմ, Հայաստանում ես հանդիպել եմ երիտասարդ դերասանների, ֆրանսիական այդ երկլեզու աթելեի շրջանակներում եւ իրենց հրավիրեցին այստեղ, որպեսզի ինչ որ մի հատ ներկայացում դնենք միասին։ Մենք ստեղծեցինք մեր կատակով թատերախումբը Եվ հետո կպատմեք թատերը։ Եվ երբ մենք փնտրում էինք պիեսա, որը խոսեր ոչ միայն հայ հանդիսատեսին, այլև մենք կարողանայինք դա խաղալ արտ երկրում ունիվերսալ, sense ասեմ, որպեսզի դա հասկանալի լիներ, չնայած երբ խաղում ենք ամեն մի ներկայացումներ կարող է լինել ունիվերսալ, եթե լավ ենք խաղում։ Բայց սա Համամարտկային խնդիր է հիմա պատերազմը, վարակները, խնդիրները։ Կասեք մի փոքր ձեր թատերախմբի մասին, ինչպես հանդիպեցիք, ինչու առաջացավ գաղափար հրավիրելու այստեղ ներկայացումը բեմադրելու։ Արմեն Սարբիկյան մենք հանդիպել ենք որպես մեր մաստեր, ուսուցիչ եւ աշխատելուց հետո ինչ որ բան կար, որ կիսած պետք էր շարունակել այդ շատ բան կարող եմ վերցնել իրենից, չեմ որտեղ ինչպես ստեղծեց մեր թատերախումբը։ Իրականում տենց շատ պատահական է ստեղծվել։ Մենք ուղղակի դիմավորում էինք Արմանին ու բանել պատահական է ստացվում։ Այո։ Առաջարկեցինք անել ինչ-որ ներկայացում ու միանգամից համաձայնվեց Արմանը։ Շատ արագ ամեն ինչ կազմակերպվեց ու ստեղծվեց այդ թատերախումբը։ Ես առաջարկում եմ, որպեսզի հեռուստադիտողին ավելի հասկանալի լինի, մի փոքր Արմանը պատմի միջի այդ իր գործունեության մասին եւ որպեսզի հասկանանք ինչպես ծանոթացաք եւ այլն։ Ես Փարիզի Արևի թատրոն Théâtre du Soleil թատերախմբի անդամ եմ, Արիան Նուշկինի ղեկավարած եւ քանի որ Հայաստանում կազմակերպվում էր երկլեզու այդ աթելեները ֆրանսերեն, հայերեն երիտասարդ դերասանների, ուսանողների համար ինձ հրավիրել էին Սերժ Ավեդիկյանը հրավիրել էր այստեղ եւ այդպես Երևան եւ Գյումրի այն ժամանակ եւ հանդիպեցի այս հրաշալի երեխեքին ու մի մասը խնդրեց, այսպես հավաքվեցինք ինչ որ սրճարանում Երևանում սուրճ էինք խմում, ես Հայաստանում էի նորից ու ինձ ասեցին մենք էլ ենք ուզում ենք շարունակենք այդ ատելյեների ժամանակ այդ ստացված այդ համագործակցությունը միասին ինչ որ մի գործ արկենք բարձրապես մեզ ղեկավարող ինչ որ մի մարդ է պետք ու ես հետո հասկացա ինչի համար է իրանց պետք ղեկավարող մարդ, որովհետև ամեն ինչ այդ ղեկավարող մարդն է անում, չէ՞, իրար վրա գցելու համար։ Ու այտենց այդ բանի մեջ, այդ արկածի մեջ խառնվեցի։ Չէ՞ որ ղեկավարեցիք։ Դժգոհ չեք որ ղեկավարեցիք եւ ստացվեց արդյունքը այդ ներկայացումը։ Դժգոհ չեմ, բայց հա։ Իսկ ձեր եթե կարելի է թատերախմբի կամ թեկուզ անհատների համար ինչ ձեռբերում էր սա այս համագործակցությունը ինչ տվեց ձեզ։ Ну, առաջի հերթին շատ հետաքրքիր լավ բաներ է։ Ես աշխատեցի
ներկայացման ֆորմատն էր իմ համար հետաքրքիր, որ դերասանները միշտ բեմի վրա են, այսինքն մենք կուլիս չենք գնում։ Մենք միշտ կա ով, այսինքն խաղը ներկայացում է այստեղ գնում է, դերասանները այստեղ նստած են ու հետևում են իրենց պարտներին, ու այդպես օգնում է, թե անընդհատ հենց իրենք գործի մեջ են, աշխատանքի մեջ են եւ դերի մեջ են։ Ձևաչափն Չէ, դա հենց ֆորմատն է, այսպես Արման Սարոբեկյանն է այդ ֆորմատը դրել, որ դերասանը դուրս չի գալիս կուլիս, չեն գնում, ես տրամադրվենք, բան չէ, մենք մեր ընկերոջ հետ ենք, մեր պարտների հետ ենք, նստած օգնում, դերասանի համար էլ է այդպես ավելի համ հեշտ, համ հաճելի, երբ որ դու գիտես, որ դու մենակով չես այդ 7 գլխանի Դեվիդը, այլ քո ընկերը միշտ քեզ էներգետիկ օգնում է, որ ոնց որ պահում է քեզ, որ լավ ես խաղում։ Ոգևորում է։ Բժշկի կերպարում ձեզանից ով է։ Դուր չկա։ Արման Մաթևոսյանն է, անցած տարվա երիտասարդ լավագույն դերասանն է։ Այո։ Իսկ ասեք, հենց փոքր բեմերի համար է, թե քանի որ ձևաչափն էլ արդեն ներկայացվեց, մեծ բեմերում բեմում գուցե ներկայացման համար է, ինչ ձևաչափ կա մեծ բեմերի համար սա ներկայացնելու։ Ճիշտ ասած, մենք կարող ենք ադապտացնել, եթե մեծ բեմեր մեզ հրավիրեն, կգնանք շատ մեծ հաճույքով։ Մեզ այսպես ասեմ, որովհետև հնարավորությունների սղությունից ծնվում են հետաքրքիր մտքեր։ Հետաքրքիր է։ Որովհետև եթե միանգամից տալիս են մեծ թատրոն, կուլիսներով, այդ ամբողջ մաշիների, որ կարող է ներքև գալ, այնպես բանի պես դուրս գալ, վերևից կախված իջներ, այդ ամեն ինչ կարելի է անել, բայց եթե չկա ոչ մի բան, ծնվում են ձևաչափը։ Ու ինձ թվում է դա միշտ էլ հետաքրքիր է, ու այդպես են, ես նոր կատակով էի ասում, որովհետև պատահական բան թատրոնում չի լինում, դա իմ վարպետն արդեն ասում, Արիան Նուշկինն ասում, պատահականություններ թատրոնում, դրանք երջանիկ պատահարներ են, որոնք մեզ առաջ են մղում, այսպես այն խնձորը Նյուտոնի ընկնում է գլխին ու հասկանում ես, որ այսպես կարելի անել։ Այդ ձևաչափը ճիշտն ասած, դա մեր թատրոնում մենք երբ մաստեր կլասներ ա տալիս մեր ռեժիսորը, ինքը կա, ասենք, այդ էտյուդին մասնակցող խումբը եւ այդ նստարաններին, կողքի նստարաններին այդ ֆուտբոլի բանի պես նստած սպասում են իրենց հերթին։ Ու ամեն վարքյան կարող է նստարանից գազ բեմ։ Ու ես որ երկար մտածում եմ ինչպես անել, որ քիչ հնարավորություններով ինչ որ արժանի ներկայացում ստեղծել ու ես հետո պատկերացրի որ ես հեծանիվ չպետք է հորինեմ, այլ վերցնեմ արդեն եղածը կա, այդ եղած այդ ձևաչափը, այդ ֆորմատը արդեն մեզ թույլ էր տալիս նախ բեմական այդ որոշումը կայացնել, համ էլ էներգետիկ պահով բոլորը կան, ոնց որ խաչիկներ ասում, իմ համար բոլորի ավելի ոնց ասեմ, զգացմունքի 50%-ը գալիս է էներգետիկայի այդ նստարանի նստածների ուշադրությունից։ Երբ իրանք ձանձրանում են բաների ժամանակ, փորձերի ժամանակ, ես արդեն ներկայացումն էր իջնում։ Դրա համար ես անդադ ճնշում եմ, ասում եմ նայեք, դուք նայեք, ձեզ հետաքրքիր է, դուք պետք է գնաք ամեն վարքյան այդ դինամիկան պահելու համար։ Արման, խնդրում եմ նաև ասեք հաջորդի որտեղ եւ երբ են լինելու ներկայացումները եւ ամփոփենք։ Ամսի 13-ին Ստեփանովանում, Ստեփանովանի սոցիալ մշակութային պալատում եւ ամսի 16-ին Երեգնաձորում։ Էլի մշակութային պալատայից թվում է։ Կրկին բեմում, չէ՞։ Իհարկե։ Շատ լավ, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Մենք մաղթում ենք մեծ բեմեր, մեծ եւ նոր ներկայացումներ, որովհետեւ ասելիքը համամարտկային կա եւ թեմաները շատ են։ Եթե մեծ բեմը չկա, ուրեմն երևակայում է, որպեսզի փոքր բեմի վրա նույնպես իրականացնենք։ Այո։ Սիրելի հեռուստադիտողներ, զրուցում էինք դերասաններ Արման Սարիբեկյանի, նաև ներկայացման ռեժիսոր եւ Խաչիկ Դարփինյանի հետ։ Շարունակեք մնալ մեզ հետ, մենք բարև երկիրն ենք։ Թատրոնից խոսելուց հետո տեղափոխվում ենք կինոաշխարհ, որովհետև օրեր առաջ Երևանում տեղի ունեցավ Զոնտիկ ֆիլմի պրեմիերան։ Հետաքրքիր պատմություն, որը դարի գողության մասին է, որը տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Դիտենք այդ մասին պատմող տեսանյութը եւ վերադառնանք։
Երբևէ մտածել եք, թե որ դեպքում կողոպուտը կարող է լինել արդարացված։ Այս հարցի պատասխանը ավելի հեշտ կլինի տալ ռեժիսոր Գոշ Հակոբյանի «Զոնտիկ» նոր գեղարվեստական ֆիլմը դիտելուց հետո, որի պրեմիերան տեղի ունեցավ ապրիլի 9-ին Երևանում։ Ֆիլմը բանկային համարձակ կողոպուտի մասին է, որն իր յուրահատուկ ձեռագրով ցնցել էր Խորհրդային Միությունը։ 1977 թվականին Երևանում եղբայրներ Նիկոլայ եւ Ֆելիքս Կալաչյաններն անձրևանոցի օգնությամբ պետական բանկից հափշտակեցին մոտ 1.5 միլիոն խորհրդային ռուբլի, որն այն ժամանակ համարվում էր հսկայական գումար։ Գաղափարի ստեղծման համար աշխատել ենք համարյա մոտավորապես 2 տարի ու այդ ընթացքում աշխարհի բոլոր դժվարությունները մեզ հանդիպեցին։ Ես ասում եմ, որ ֆիլմը նկարվում է, ավելի մեծ կամպանիաներ կան, որ ասեմ կարելի է անիմաստան խոսքով, ով հանդիպել է մեզ ասել է, որ չարժի մենք չենք տեսել ինչպես սցենարը գրվել է այնպես, ինչպես որ եղել է իրականում առանց չափազանցությունների կամ առանց փոքրացնելու project-ով։ Ֆիլմը գեղարվեստական է, այսինքն որոշել ենք ինքնուրույն եւ ավելացել են։ Եղբայրների դերում Սոս Ջանիբեկյանը եւ Մոսո Կարապետյանն են։ Կողոպուտի մասին հանրության լայն շերտերին հայտնի դարձավ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Գոշ Հակոբյանը որոշել էր ֆիլմը կյանքի կոչել մոտ 1.5 տարի առաջ, իսկ նկարահանումները տեղի են ունեցել այս ձմռանը։ Շատ հետաքրքիր թեմա, որ անդառ մարդկանց մեջ մնացել են առ այսօր եւ շատ ավելուց նախաձեռնություն եղավ ֆիլմի կառույց կամ կարծում եմ շատ հետաքրքիր ֆիլմ է ստացվել ու դեպքությունը իսկ հետաքրքիր է։ Ինձ համար շատ կարևոր է լինելը որպես դերասան, ես այսքան ժամանակ հանդիսատեսի ներկայացել եմ որպես հումորային կերպար, ես հումորային կերպարներում եւ շանս չեմ ունեցել որպես լուրջ կերպար ներկայանալու, սա իմ համար մեծ հնարավորություն է հանդիսատեսին ցույց տալու, թե ես իրական ինչպես դերասան։ Ցանկացած կերպար, ցանկացած նույնիսկ ամենավերջին հանցագործը ունի իր դրդապատճառները։ Իհարկե ես չեմ ասում, որ լավ բան արվել դա անկախ ամենից հանցագործություն է, ու հերոսացնել հանցագործությունը չի կարելի, բայց միևնույնն է պետք է որոշակի ըմբռնումով մոտենալ, հաշվի առնելով հանգամանքներ։ Խորհրդային իրականությամբ Երևանյան պրեմիերայից հետո ֆիլմը նախատեսվում է ցուցադրել նաև տարբեր երկրներում։ Արմինե Բրսոյան, Բարև երկիր։ Աղա եւ վերջ, սիրելի հեռուստադիտողներ, այս շաբաթ մեր աշխատանքային ժամերը եւ օրերը, ինչպես ասում են, ավարտվեցին եւ մենք շատ ուրախ ենք, որ այդ օրերն անցկացնում ենք ձեզ շնորհակալություն իհարկե ձեր առավոտը մեզ հետ կիսելու համար։ Այո, հուսով ենք այսօր 3 ձեր հավաքած դրական էներգիայով դուք կսկսեք ձեր նոր շաբաթը ավելի լավը, կունենաք աշխատանքով լի դրական էմոցիաներով լի շաբաթ, իսկ մենք կհանդիպենք մյուս շաբաթ, բայց մինչ այդ հիշեցնենք մեր հովանավորների մասին։ Նրանք են Տունդեպո խանութ սրահը, Լորվա մարզում գտնվող Dream Park հանգստյան գոտին եւ Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Եվ եթե բաց եք թողել մեր թողարկումը, կարող եք դիտել Երկիր մեդիայի տելեգրամյան եւ յութուբյան ալիքներով կամ Երկիր մեդիայի ու Բարև երկրի ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերով։ Մենք կհանդիպենք մյուս շաբաթ։ Այո։